Խաղաղ Հայաստանի խաղաղարար քաղաքացիներ ողջույն։ Սիրելի արարածիներ, այստեղ բեմ բարձրանալուց առաջ նայում էի Բելարուսա տենչ օլիգարխի մի հայտարարություն, որը ասում էր ախր այսպես այլևս շարունակել հնարավոր չի։ Այո, օլիգարխ թալանչիների շարունակելու ժամանակը ավարտվել է, որովհետև սկսվել է ժողովրդի ժամանակը։ Պատերազմի եռագլուխ կուսակցության բոլոր պարագլուխները միաբերան արշավանք են իրագործում խաղաղության դեմ և պնդում են, որ խաղաղությունը երաշխավորված չի։ Երաշխավորներ են պետք։ Ասում են, մենք կգնանք երաշխավորի հարցը կլուծենք։ Հարգելիներս, դուք եթե կարողանայի, մի հատ հայոց լեզվի ուսուցչի հարց կլուծեիք մինչև հիմա, որը դուք չեք արել։ Դուք ոնց կարաք երաշխավորի հարց լուծել։ Դուք նույնիսկ չեք կարող երաշխավորել, որ երբ որ նախադասությունը սկսում եք, բարեհաջող ավարտելու եք։ Ձեր կյանքը նախադասությունից նախադասություն ձգվող մի անվերջանալի փորձություն է։ Հիմա դուք ոնց եք Չինաստանին, Ռուսաստանին, Միացյալ Նահանգներին բերելու որպես երաշխավոր։ Ինչպես գիտեք, սիրելի ժողովուրդ, արդեն Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից բռնագանձվել է նրա շքեղ առանձնատունը, որի շուկայական գինը 2.5 միլիոն դոլար է։ Եվ ես երեք անցած օրը տեսա, որ Գագիկ Ծառուկյանն ասում էր, դե լավ, ինչ եք ասում, սովորական տուն է։ Մի հատ ես խնդրում եմ, թող ձեռք բարձրացնեն այն մարդիկ, ովքեր սենց սովորական տուն ունեն։ Մի հատ ձեռք չեմ տեսնում ձեռքերը, ժողովուրդ։ Ովքեր ունեն 2.5 միլիոն դոլարանոց սովորական տներ։ Գիտեք խիչ ունեք, ժողովուրդ։ Որովհետև այդ ձեր փողերով են, թալանած փողերով են գնել այդ 2.5 միլիոն անոցը։ Ու դա հիմա վերադարձել է ձեզ։ Կամ մյուս կալուգացի օլիգարխը, որը հիմա եկել է մեծ խոսում է, իրեն հորջորջում է որպես ուժեղ մարդ, ով գողացել է ձեր տան լույսը, ժողովուրդ, ով ձեր տան լույսն է գողացել։ Հիմա այդ նույն օլիգարխը եկել է ուզում է գողանա ձեր օջախի ճրագը, որովհետև իրագործում է քաղաքականություն, որը բերելու է անխուսափելի պատերազմի։ Թույլ ենք տալու, ժողովուրդ, թույլ չենք տալու։ Նրանք պատերազմի եռագլուխ կուսակցության պարագլուխները ցանկանում են Հայաստանը հետ շպրտել կոնֆլիկտի հորձանուտը։ Նրանք ուզում են ձեր զավակների կյանքը գրավ դնել պատերազմի բանկում և ուզում են, որ ձեր կյանքը նորից ձգվի ապագայի սպասելիքով, իսկ իրենք վայելեն ներկան և վայելեն իրենց կյանքը, բայց եկել է ժողովրդի պահը և եկել է ժողովրդի կյանքի ժամանակը։ Ժողովուրդ ջան, մենք մեր և ձեր սիրտը բաբախում են նույն ռիթմով։ Մենք ուրախանում ենք ձեր ուրախությամբ, որովհետև մենք սրտակից ենք, ժողովուրդ, մենք սրտակից ենք ձեզ հետ։ Մի հատ ցույց տվեք ձեր սրտերը, ցույց տվեք, վեր բարձրացրեք ձեր սրտերը։ Ահա այսպես մենք ուզում ենք, որ ձեր սրտերը միշտ վեր բարձրանան։ Մենք ուզում ենք, որ ձեր սրտերը ցնծան, և ձեր սրտերի հետ ուզում ենք, որ ցնծա Հայաստանի Հանրապետությունը։ Ժողովուրդ, երբ որ մենք շրջում ենք Հայաստանում, ամենաշատը, որ մարդիկ մեզ ասում են վարչապետի մասին, ասում են Նիկոլը մեր տան տղեն է։ Եվ ուրեմն հունիսի 7-ին մենք պիտի գնանք և պիտի ընտրենք ձեր տան տղու միջև և ձեր տան լույսը գողաթողի միջև։
Մենք պիտի ընտրենք ձեր օջախի ճրագը վարպահողի եւ ձեր օջախի ճրագը մարողի միջև։ Եվ հունիսի 7-ին մենք ընտրելու ենք մեր ու ձեր տան խաղաղության, Հայաստանի խաղաղության համար եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Շնորհակալություն։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։